հատկությունը դիրապետում է, որ օրինակ վեհապարը կառույցների զեկույցներ է ներկայացնում։ Վարչապետը իր խոսքում շատ հստակ էր, ազգային ժողովում էլ այս մասին խոսել եւ այս ուրեմն տեղեկատվությունը վերաբերում է կոնկրետ անձի, դա վեհապարի եղբոր մասին է եւ չգիտեմ ինչ ավելացնեմ։ Հստակ էր, որ այս տեղեկությունը մեզ պետք չի կապորուկով, որը օտարերկրյա եւ ըստ էության գնահատականը դա էր, որ մեր թե կաթողիկոսը եւ թե մյուս եպիսկոպոսները եւ հոգեվոր հայրերը պետք է լինեն Հայաստանի շահը սպասարկող, Հայաստանի ժողովրդին հավատարիմ անձինք եւ սա է մեր դիրքորոշումը։ Ես ուզում եմ հասկանալ դա ձեր նկատմամբ իշխանության վարչապետի գնահատականն է, որ կաթողիկոսն ու մյուս հոգեվորականները չեն սպասարկում Հայաստանի շահը։ Դե եթե այդ գնահատականը չլիներ, ինչպես կարող էր այս գործընթացը սկսել։ Մենք սրա հետ է կապված այս ամբողջ գործընթացը, որ այս անձինք ըստ էության չի կարող լինել վերլուծություն առանց տեղեկատվության։ Վերլուծությունը ինչ որ առումով տեղեկատվության վրա է հիմնվում։ Դե ես չեմ այդ հարցի պատասխանողը, չեմ կարող ասել կան, չկան, ինչքանով կան, չեմ իմանում։ Ես տեղեկացված չեմ այս մասով։ Ես տակեցում եմ հարցեր կապված ապահովագրական գործակալությունը եւ ապահովագրական հիմնադրամը ինչով է զբաղվել ու հիմնադրամը Հիմնադրամը ունի այլ կարգավիճակ, այն հիմնադրամ է, գործակալությունը ուներ ուրեմն առողջապահության նախարարության ոչ թե ենթակայությամբ, այլ կազմի մեջ էր գործում։ Իսկ սա լինելու է առանձին կառավարության կողմից հիմնադրված կառույց եւ սպասարկելու է ապահովագրության ամբողջ գործընթացը եւ իհարկե մինչեւ 2029 թվականը նաեւ պետական պատվերի հատվածը, այսինքն ամբողջական սպասարկումը իրականացնելու է հիմնադրամը։ Ապահովագրական գործունեություն, որը վերահսկվում է կենտրոնական բանկի կողմից։ Հա, տեսեք հիմա մասնագետները ինչ են ասում, Հայաստանը հաստատ շուկայական տնտեսությունից անցում է կատարում վարչահրամայական տնտեսություն։ Ինչա մտնում պետությունը դրա մեջ, ինչա որոշը որ պետք է պետական հիմնադրամ լինի, ասենք կարող է նույն ձևի այդ ոլորտը վերահսկել կենտրոնական բանկի կողմից, տեսնենք, որ այդ ոլորտը որ վերահսկում է ԿԲ-ի կողմից, լավ զարգանում է, արդյունքները մենք տեսնում ենք շրջապատել։ Ինչի որոշվեց, որ հիմնադրամը պիտի լինի պետական։ Իսկ ինչու չպետք է որոշվեր։ Հայաստանը ոչ միտեղ անցում չի կատարում, Հայաստանում գործում է ազատ շուկայական հարաբերություններ եւ կարող ենք ասել, որ ամեն տարի այդ շուկայի ազատականացման, պայմանների թափանցիկության եւ հավասար հնարավորությունները ավելանում են։ Շատ երկրների օրինակ է, երբ որ առողջապահական ապահովագրությունը, պետական բազային փաթեթը, այո, սպասարկում է պետական հիմնադրամ։ Սա հանրային շահ է եւ հանրային բարիք է եւ մեր կարծիքով այս պահին Հայաստանի տնտեսական, առողջապահական ցուցանիշները ցույց են տալիս, որ այս մոդելը ամենաարդյունավետն է լինելու։ Իսկ մասնավոր ապահովագրական ընկերությունները շարունակելու են աշխատել, դուք նաեւ տեղեկացված եք, որ վերջերս ավստրիական շատ խոշոր ապահովագրական ընկերություն Հայաստանում ներդրում իրականացրեց, սա եւս խոսում է այն մասին, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը նպաստում է Հայաստանում ընդհանուր առմամբ ապահովագրական շուկայի զարգացմանը։ Եվ առհասարակնավոր այս մոտեցումը ձեր փոխվի եւ ինչ-որ բան հնարավորի իսկական կերպով։ Ես պետք է ասեմ, որ մեր անազատության մեջ գտնվող բոլոր անձինք օգտվում են հավասար կերպով անհրաժեշտ բուժօգնությունից եւ չկա որևէ մի անձ այսօր կատարողական հիմնարկում, ով անհրաժեշտություն ունի բուժզնման, սպասարկման, վիրահատության, որը ինչ որ կերպով սահմանափակված է նրա իրավունքը։ Ես սա բացառում եմ, սա իմ անձնական եւ մեր համակարգի հստակ վերահսկողության ներքո է։ Գալով կոնկրետ դեպքին մենք այսօր ենք ստացել նման ուրեմն դիմում եւ միանշանակ կդիտարկենք օրենքով սահմանված ընթացակարգերով կնայենք, ընթացք կտանք։ Դիմումը
պաշտպաններ։ Պաշտպանների կողմից է ներկայացվել։ Եթե նույն դիմումը որ դուք ստացել եք նաև նախորդ անգամ։ Մենք նախորդ անգամ դիմում չենք ստացել, որը որ համապատասխան ընթացակարգերի ենթադրել է այն պահանջը, ինչ որ նոր հնչեցվում է։ Մեր կողմից տեսեք, քրեակատարողական նայեք, քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի բուր սպասարկումը իրականացում է որոշակի ընթացակարգով։ Դիմումներ են եղել եւ այսպես առաջարկներ են եղել պատշաճ բուժօգնություն կազմակերպելու, որը առանց այդ դիմումների էլ կազմակերպվում էր։ Հարցը վերաբերվում է կոնկրետ բժշկական կենտրոն գնալու հետ եւ սահմանված կարգով դիմելու, այս մասին եմ խոսում, որ նոր ստացել ենք նման դիմում։ Այսինքն իրենց նախորդ դիմումներում չի եղել կոնկրետ հիշատակում, որ ուզում եք գնալ այս բժշկական կենտրոն։ Տեսեք, նորից եմ կրկնում, դիմումը պետք է լինի պատշաճ ընթացակարգին համապատասխան, որպեսզի դրան ընթացք տրվի։ Նման դիմում չենք ունեցել։ Շատ լավ, ստացել եք հիմա դիմումը։ Դուք համարում եք, որ այդ հնարավորությունը դուք։ Իհարկե, իսկ ինչու չեմ համարում։ Միանշանակ ինչու ոչ, ես նման հնարավորությունը չբացառեցի։ Գիտեք ինչ, որովհետև իրենց պաշտպաններից մեկը ասում է, որ ձեր այդ ՕԱԿ-ի աշխատողներից մոտեցել է Սրբազանի եւ ասել է կարող եք ցանկացած այն հնարավորություն, բայց ոչ Իզմիրյանը կա մանոդել։ Տեսեք, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ սա նորից եմ կրկնում, պետք չի շահարկումների տեղիք տալ։ Մենք ցանկացած անձի, այդ թվում նաև Միքայել Աջաբաղյանի առողջական ցանկացած խնդրի մասով եղել ենք շատ ուշադիր, ժամանակին եւ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրել ենք։ Այլ մանրամասների չեմ կարող անդրադառնալ։ Չեմ կարող ասել, ըստ սահմանված կարգի կընթացք կտանք։ Բայց չեք տեսնում եք այդ հնարավորությունը, որ Ես չժխտեցի, որ այո կարող է նման հնարավորություն լինել։